Ողջույն իմ գանձեր, սկսում ենք նոր վլոգը, ես արթնացել եմ մոտավորապես կես ժամ առաջ, դեռևս մի քիչ խառն եմ, բայց հասցրել եմ արդեն ճաշել, որովհետև նախաճաշը բաց եմ թողել։ Այստեղ բացում է իմ երեկվա իվենթի նվերները, հասել է Գերամազարդի ես շքեղ կերամիկական ամոնի, ես չէի կարող ձեզ ցույց տալ։ Դավջան մի հատ այդ կամացածու կյանք YouTube-ը չի սիրում անծանոթի արժություն։ Չէի կարող ցույց տալ, այդ կինը ասեց, որ սա մի քանի անգամ շատ բարձր ջերմաստիճանի տակ թրծվում է, հետևաբար դժե կարելի է դնել պասուդամոյկա, իրենք բարեգործական տեխնոլոգիություն ունեն բան։ Ամեն աղջիկա մի բան հասել էր, մեկին պանրի աման, ջանիկս, դե գնանստի հեսա գալիս է։ Մեկին տախտա, ուսախ սենսիվ նախշերը, որոնք անում են Արցախից տարհանված մեր հայրենակիցները։ Ինչ խոսքով շատ եմ հավանել, խորի կազմանալի դնենք բանի սերվանտի մեջ են, ինքս հիմա որ շատ սիրում սուվենիր, բան դնվում է սերվանտի մեջ, այնքան որակյալ այն, որ սենց այնքան, չգիտեմ, ընտիր է, շատ եմ հավանել։ Երեք նաև չիզքեյքեր ենք նվեր ստացել, մի քանի այդպես կտոր, ես չիզքեյքերի սիրահար չեմ, բայց համեղեր խորենը կերավ ավելի շատ։ Բանը, ով որ չիզքեյք է սիրում, իրանց համար ընտիշ կլիներ։ Ես օրինակ երբ որ սրճարան եմ գնում, բան երբեք չիզքեյք ինձ համար չեմ վերցնում հենց։ Բայց իրենք շատ պոպուլյար ու սիրված խմորեղենի տեսակ են։ Բայց այնտեղ կար մեկը, այդ այսօր կուտեմ բանում էր էլի, դուբայսկի շոկոլադի միջուկով էր։ Մի խոսքով այս տանի մի հատ սերվանտի մեջ դնեմ, քանի ողջ առողջ է։ Հետո դες քիչ-քիչ ցույց կտամ, ինչ նվերներ եմ ստացել։ Հա, ապրի դա։ Երեք մարաշից էլ նվեր ունեի, այն մեծ տուփը, որ մարտի 8-ին ուղարկել էին, նոր վերջացել էր, կակրազ եկավ թարմացում, այստեղ կա մի բան, որը ես դեռ չեմ փորձել, շատ ուրախացա այդ փաստից։ Եկեք մի հատ այս պոպոկով բույնը որ կա է, նուշովը փորձել է, պոպոկովը չէ։ Շատ համեղ է։ Բալես մամային նվիրել են, հեսա սուրճը դնեմ վայր։ Ուրիշ է, սա մի քիչ ավելի փոքրիկ տուփ, այն օրվանը մեծ է շատ։ Հա, դա վես Посмотрю արա։ Մենակ осторожно, մաման պիտի story անի հետո։ Հավեսա։ Դա հավեսա։ Հավեսա։ Ինձ էլ է շատ դուր գալիս։ Գեղեցիկ է շատ։ Մամա։ Ջան։ Դա պահոյ։ Համովա։ Հա, այդ bouncy քերուկի է նման, չէ՞, bouncy պես է։ Հա։ Դա պահոսա։ Հա։ Բան։ Ժելակա։ Ժելաշկա։ Հա, դա պահոյ, такой шах, ժելակա, չոհավը կուգիչ։ Կլուբնիկայի ժելաշկայի անման հորին է ստեղում, պարզ է, պարզ։ Չնայած նրան, որ ես մասին ես անընդհատ խոսում եմ, մեկը անընդհատ կան մարդիկ, որոնք ասում են, որ նյարդայնանում են, երբ որ ես կադրում ինչ-որ բան եմ ուտում կամ խմում։ Դուք նկատել եք, որ մենք մարդիկս, ես էլ ունեմ տենց բան, մի քիչ մազոխիստ ենք, էլի թրթռում է կադրում։ Մենք սիրում ենք մեզ տանջել, այսինքն եթե մեզ մի բան դուր չի գալիս, մենք փոխարեն այդ չանենք, մենք անում ենք ու բողոքում ենք, որ դա մեզ դուր չի գալիս։ Հիմա բայց վերջի անգամ եմ ասում, նայեք, ֆիքսում եք, ֆիքսեք, չէ, էլին չգրեք այդ մասին։ Եթե այս կադրերը ձեր դուր չի գալի, դերտեք, առաջ տվեք մի քանի վայրկյան ու վсё։ Ու դուք երջանիկ կլինեք, ես էլ երջանիկ կլինեմ, որ ինձ այդ մասին չեք գրի։ Որովհետև երեխեք, շատերն եկա, որ հավես է իրանց, որ ես այսպես խմում եմ, ուտում եմ, իրանք էլ են սուրճ դնում, իմ հետ ուտում, խմում են, ուրախանում են։ Հիմա, քանի որ վլոգում ես ցույց եմ տալի կյանքը եւ առօրյան, իմ կյանքի առօրյայի մի մասը նաեւ ուտել խմելն է կազմում։ Ու նորմալ է, ես էլ չեմ սիրում ուտել ու կադրել, ես էլ եմ այդպիսի մարդ եւ դա դաժե ֆոբիա կա, միզոֆոբիա էր կոչվում, մեզոֆոբիա։ Երբ որ մարդուն նյարդային ասում են չփչփոց, դաժե կրկնվող հազի ձայն եւ այլն։ Այդ նորմալ է, որ դուր չի գալիս։ Այդտեղ ոչ մի պրետենզիա ես չեմ կարող ներկայացնել, բայց նորմալ չի, որ դուք նայում եք չուզելով եք, մի քիչ առաջ եք տալիս, որ դուք չնյարդայնանաք, ոչ թե ինձ գրեք, որովհետև ես մեկը նկարել եմ։ Մեկը նկարել եմ։ Պոպոկով տարբերակը շատ համով էր։ Եկվա ստացածս beauty box-ն էի բացել, սենց հավես բան կար, սրա ուրիշ գույնը ունեմ, մազերս ֆենելուց բան, սենց հավաքում եմ, հարմար է լինում, հիմա ոչ
ոչինչ ստացվեց անել, բայց դե դուք հասկացաք։ Մի քիչ տրոպիկական, հա, դա ուզում բարևից ես։ Այստեղ այսպիսի հետարքիր բան կա, նայեք գուկայով, աչքերի համարա փայլիկները eyeshadow էր գրած, այսինքն ստվերաներ կաչքի համար։ Այսպիսի դեմքի մերսելիք, որ ասենք մասկաբան կսես, կարծում եմ, որի պիվինգ անես, մի րոպե էլի Դավ ջան, դու ինձ իրենց ես խանգարում, գցեցի ջարդեցի գլոսս նոր, սպոնժիկ, ուրա է գլոսը։ Ուրա։ Այսպիսի մասսեջկաներ կային ներսում, մատիչ շուրթերի համար և գլոս, որը չեմ գտնում։ Հելա, ուր դրեցի, հա, հեսա։ Շրթունքներից կսել եմ, այս պուջուրի գլոսը, այստեղ բրիլոկ էր կախված, դավը կսել ջարդվեց։ Շատ նման է, հա, իմ մանկության բաներին, այդ շուրթերի։ Կսելիքներին, ենքան քյութ հա, մի խոսքով։ Լավ էլ պիգմենտացիա ունի։ Այսպիսի սենց հավես բան, մի խոսքով։ Երեխեք ջան, ես էլ էսպես։ Այսօր անպայման մազերս լվամ այդ տավտը, որ մազերիս է, որ հանգիստը օրցրած ունեմ։ Ոնց եմ մազերս լվանում։ Շատ սովորական, մտնում եմ դուշ։ Երեխեք մի հատ նայեք ինչ անմահական սպաս եմ սարքել, այն որ ասում է վայ չուտողի, խորասա ինչ անուշ բույր է տարա, թե քո մոտ չի հասնում։ Իմ մոտ հասնում է շատ, թարմ համեմը կտրատել եմ, հիմա կիտրոն կկտրատեմ, իսկ կիտրոնով եմ սիրում ու սև պղպեղով ու մի քիչ էլ պանիր եմ սիրում մեջը կտրատել, այդպես հալչում է պանիրը, շատ համով է ստացվում։ Դավն ու Արտաշեսը ցանկություն հայտնեցին ներկել իրենց ջրաներկով, գուաշով, Արտաշեսը այն օրը Դավի սկեյթը վրայի նակլեյկան պոկել էր, հիմա նկարում է սկեյթի վրա, ձեռագործ ինչ-որ բան էր։ Տեսնենք արդյունքում ինչ է ստանալու Արտաշես ջան։ Դավայ, դավս, նստի, մենակ ակուրատնի հոգի, որ չթափես։ Մեզ մոտ նոր օր է բացվել, հələ որ այսօր էլ արևոտ, որովհետև առաջիկայում մեզ սպասում են ցուրտ և մռայլ և միգուցե նաև ձյունոտ անձրևոտ օրեր։ Այստեղ ուսումնասիրում եմ իմ նվերը, որ ստացել եմ, լրիվ բնական, Wine and Grapes իրանց էջը կոչվում, իրանք գինու խաղողի հետ կապված սպա պրոցեդուրա ունեին, բացի դրանից ինձ նվիրել են այս կրեմը աչքերի համար, հարստացնող, սնուցող, վիտամիններով հարստացնող, երիտասարդացնող, երեխեք այնպիսի բույր ունի, երդվում եմ ոնց որ, եկեք ես վրա ինը հանեմ էլի, ես չեմ սիրում, որ սենց փակ ամեն անգամ բացեմ, ոնց որ խաղող, դες քաշում ես ու դու գիտես, որ բնական է, ես ինչքան մեծանում եմ, պետք է սկսեմ քսել, ինչքան մեծանում եմ, մի պարզ բան եմ հասկանում, որ բնականից լավը, չկա ձերքի հետ կարծում եմ սպոսը պրիմինեն եմ, բայց չեմ գտնում, բնականից լավը չկա, առաջ ինչ ասես սկսում էի դեմքիս, ինչ ասես, հիմա մինիմալիզացրել եմ, մտածում եմ, որ ավելի լավը քիչ բան լինի, բայց լավ բան լինի, չնայած Լարոշի վերջին հյուրերից հետո մի քիչ շատ էի նեղվել, որովհետև Լարոշի իմ համար համարվում էր լավ խնամք, իհարկե հակասական կարծիքները մինչև հիմա էլ կա, որ դա վնաս չի, որ դա էս չի, իրենք ինչ-որ կարծես դաժե դատին տվել այդ մեղադրանքների համար, չգիտեմ, բայց եմ որ ներսումդ արդեն մի բան առաջ անել չի Լարոշի հանդեպ, դե որ ես հիմա խնամքի մեջ փորձում եմ մի քանի բան օգտագործել, որը անհրաժեշտ է շատ։ Առաջինը, այդ միցիլիարկան է, որը Լարոշից է էլի, որովհետև ես առանց միցիլիարկայի չեմ կարող, դիմահարդարվում եմ, այդ լվացվելու փրփուրն է, էլի առանց դրա մակիաժը լավ չի մաքրվի, այդ խոնավեցնող կրեմն է, որը էլի շատ կարևոր է։ Երևի ես երեքն է, որ ամենակարևորն է, չնայած հիմա ես միքսիտից դիմակ եմ նաև կավի օգտագործում, նաև Լարոշից ունեմ մակրով տոնիկ, ընդեղ էլի մի նյութ, բայց որ դրանք պրսնեն, էլ չեմ ձեռք բերելու, միայն թողելու եմ այդ մի քանի անհրաժեշտ բաները, խնամքի միջոցները, ես հասկացա, որ ինչքան քիչ օգտագործես, այդքան լավ, չեմ ուզում շարից փորձանքից հեռու, բայց սա մեծ սիրով ես վստահ եմ, որ լավ պրոդուկտ է, իրեն ծառայությունը գինիով, շոքեբաղնիքի պես պրոցեդուրա գրանցված է որպես աշխարհում միակը, հա, ինչ-որ ստեղծարար, նորարարական մի բան,
որ երկու մասը չեմ հիշում, բայց ինքը գրանցված է որպես գյուտ, ասենց ասեմ։ Մի խոսքով, ես սա անպայման կօգտագործեմ, հետո ձեզ կասեմ։ Երեխեք ջան, այստեղ մեր մոտ գիշերվա 1000-ն է, բայց մենք այսքանի օր մտորում էինք մի քիչ վերանորոգում անելու համար մասին, քանի որ այս պատը բորբոսն է, այս բորբոսը գիտեք ինչքան վտանգավոր է բոլորիս առողջության համար։ Մենք իհարկե տանտիրոջ թույլտվությամբ այստեղ որոշակի բաներ կանենք, առաջինը կազատվենք այս պահարանից, որովհետև ինքն էլ է բորբոսն էլ ուռել դարակներ արդեն չեն փակվում, եւ իհարկե պատը պիտի, որ ասեցիր հատուկ նյութ կա, չէ՞ որ պատը էլ չբորբոսնի, նոր ներկենք, հա։ Նոր հետո կներկենք, որովհետև այստեղ անձրևաջուր է կաթում, պատը բարակ է ենթադրվում, բացի կաթալը նաև քաշում է ջուր։ Դրա համար սենց վիճակ է ստեղծվել։ Դավն էլ հաճախ սիրում է մտնել այս պահարանի տակ, դրա համար շատ վախում ենք, էլի։ Հիմա խոհեն ուզում է մասնատի, ու սենց մաս իրան դուրս գրենք։ Այս հին բաներն է, գիտեք ինչ դժվար են մասնատվում, ամուր են։ Մեզ մոտ առավոտ է, մենք գիշերը պատից քերեցինք այդ բորբոսը, հա բալես, բորբոսը, առավոտն էլ իրար օգնելով, խելքի տալով, որովհետև այս հին կոնստրուկցիաները այնպիսի ամուր ձևով են իրար կպած, որ շատ դժվարությամբ, բայց կարողացանք միասին գլուխ անել ու սենց մասերի բաժանել, չեմ հավատում, մնում է մեզ մի հատ այս սենյակը ներկել, ճիշտը որ ասեմ, մենք մի քիչ ավելի ապշիրնի պլաններ ունեինք, այսինքն, որ միայն այս սենյակը չներկենք, այլ նրա սենյակը բան, բայց մի քիչ գործեր եղան, ժամանակի խնդիր այսպես ասած, երևի թե այս պահին միայն այս բալկոնը կներկենք, ու ավելի ուշ, հա, քեզ ցույց տանք, հետո ավելի ուշ կներկենք նաև մնացածը կարծում եմ, ժամանակի հետ, հիմա կարևոր է, որ այս բորբոսի անկյունը, օջախը մենք վերացնենք տնից, որովհետև շատ ապասնի բան է բորբոսը։ Մի խոսքով այդպես։ Մինչև խորենը գնացել էր մեր ներկի հարցերով, ամեն դեպքում որոշեցինք հյուրասենյակը գոնե ներկել։ Առայժմ մենակ բալկոնը հյուրասենյակին կպած եւ հյուրասենյակը, որպեսզի սիրուն ստացվի, երկարգույն էինք մտածում եւ այլն, մի խոսքով մինչեւ իրագալի ես հավաքեցի խոհանոցը, մի հատ բացուդամոյկան եմ զակրուսկար է, շատ էր աման կուտակվել, ընտրեցինք միասին ամեն դեպքում լիմոնի սիրուն երանգ, որովհետեւ սպիտակը մի տեսակ հոգնել էի, ուզում էի թարմացնելու դեպքում նոր մի բան ստանա, բայց տաք արևոտ ինչ որ մի բան, որ լույսը отражение ունենա, հա, սվետоотражение։ Մի խոսքով տենց որոշեցինք, որ все-таки ինչ որ դեղինի սիրուն արևոտ երանգ կընտրենք։ Հիմա ես պիտի ճաշ սարքելով զբաղվեմ, մեր մոտ շատ վատ եղանակ է, անձրև, մռայլություն, փորձում եմ պատոհանից դուրս չնայել, կենտրոնանում եմ տան վրա, փորձում ենք տունը կարգի բերել, ինչ որ թարմություն ու բորկա, մի խոսքով սենց խառը պրոցեսների մեջ ենք։ Խորենը ներկելն ու ներկելու համար բոլոր անհրաժեշտ պարագաները բերելուց հետո նորից գնաց խանութ, մի քանի փոքրիկ բաներ ունեինք առնելու, այստեղ փայտի գդալ է խորենը վերցրել։ Փայտի գդալները միշտ քչություն են անում, դա համար պետք է հավելյալ մի հատ, գրեչկա եմ այսօր ուզում սարքեմ, այս Արտաշեսի պիրիկուսն է, անձեր հյութը տարխը մի տղես, իմ սուրճի համար մի քանի բատոնչիկ, Արտաշեսի դպրոցի համար, մեկ այս սուխարիկներից եմ դնում, սիրում է, 1000-ից 1 տենց բաբալովետ եմ անում, մի խոսքով երեխեք ջան, այսպիսի փոքրիկ առևտուր, հիմա ձեզ ցույց կտամ ինչեր ենք առել, հենց պատը ներկելու համար։ Երեխեք ջան, մեր տան վիճակը այսպիսին է, առանց մաքրելու, առանց կորեկցիա անելու, ցույց եմ տալիս ինչպես որ կա, բայց դե բնական է, այսպիսի գործ սկսելու արդյունքում, այսպես էլ լինում է, հատկապես երբ են դարակները, որ քանդեցինք ու դեն նետեցինք, իրենց մեջ պարունակում էին տարբեր բաներ ու հիմա դրանք պիտի հասկանանք, թե ուր ենք տեղավորում։ Պահարանն են գրքերի առաջ տվել, այստեղ մի թափ արդեն ավլեցի, բայց այն անկյունը չեմ ավլել դեռ, հիմա կավլեմ եւս։ Դա Արտաշեսը խիստ ոգևորված են, իրանք սիրում են սենց խառնաշփոթ բաներ։ Հա, տարբեր բաներ ենք հետևից գտել, ուրախացել են։ Վարակույները հանելով ենք զբաղված, նախ լվալու ժամանակն է։ Իհարկե շատ կուզեի պատոհաններն էլ լվայ, բայց այս անձրևները անցնեն նոր էլի, ես չեմ ուզում լվամ ու տեսնեմ ոնց է սաղ անձրև։ Հա, Դավջան մի շարժի, papan վերևում է, ախր։ Չէ, չի կարելի տեղ նստել, Դավջան։
Մի հատ իմ քրված տեսքն է եկել, բայց դե կարծում եմ օքեյ է։ Մեր ուբորկայի ռեմոնտին համահունչ է տեսքս լրիվ ուղղակի ինչ անեմ առավոտի տիրիգուն զբաղված ենք հավաքելով, դասավորելով, տեղափոխելով, մտածելով, քսել բռնելով, հետևաբար не до меня էլի եկավ։ Ստեղն էս ակուստիկա է, ձայնը սենց բան է։ Մամ, մեծ ճակա։ Հա, որտեղ այդտեղ պապայի պոլկաներ հանել։ Այ ծակտանք։ Ավտոմատ միացել է, նայ որ գնում են գալիս է։ Նայ։ Չէ։ Շոտ իրանյան զում անում հետա բերում։ Լալա, լալա, նանա, դեն մեզ ինչ անում։ Ինչ անում։ Իրան կադրը կարիք չէ անում, բաներ։ What I'm gonna do, your mama. Մամ, դու ես միած։ Հա, այդ է միած։ Հա,